Եվ այսպես ուշադրություն, փոքրիկ Տիգրանի ողբերգական պատմությունը կարծես այդքան էլ չի վերջացել, որովհետև հենց գյուղում գյուղացիները, ընտանիքի որոշ անդամներ կրկին շարունակում են վարկածներ ունենալ, որ երեխային առևանգել են եւ երեխան չէր կարող ընկնել գետը, կամ ուղղակի չեն ասում առևանգել են, ասում են երեխան չէր կարող ընկնել գետը։ Մենք ինչ մտածենք սրանից հետո, որ ասում են երեխան չէր կարող ընկնել գետը։ Բա լավ, ո՞նց է ընկել գետը։ Ատարբերակ երեխային առևանգել են, հետո չեն կարողացել իհարկե դուրս գալ կամ թաքցնել երեխային եւ հետքերը վերացնելու նպատակով։ Շատ ցավալի է սա ասելը, բայց գցել են գետը։ Այս տարբերակը մենք համարում ենք անհեթեթություն, նույնիսկ ամենադաժան արարածը նման բան չէր կարող անել, ուղղակի չենք կարողանում պատկերացնել, թե դա ոնց է հնարավոր։ Եվ երկրորդ տարբերակը կրկին նույն ձև, երկրորդ տարբերակը կրկին երեխային գետը գցելու մեջ է, այսինքն երեխան ինքը ինքնակամ չի գնացել, չի ընկել գետը, այլ նրան գցել են գետը։ Երեխայի մարմնի վրա որևէ բռնության հետք չի եղել, այսինքն վայր ընկներ, ինչ-որ կապտուկներ ունենար, չնայած 20 օր մնացել է ջրի մեջ, սրան միայն կարող են հատուկ մասնագետները իրենց կարծիքը ասել եւ գնահատական տալ, մենք մասնագետ չենք եւ չենք կարող որևէ ձև բացատրություն տալ, բացատրությունը կարող է տալ ներքին գործերի նախարարությունը միայն, այլ ոչ թե մենք գյուղացիները, հայ ժողովուրդը, մենք չենք զբաղվում այդ հարցով, մեզնից ոչ մեկ հիմնական մասից չեն գնացել, չեն տեսել ինչ է կատարվել, հատուկ մասնագետները աշխատում են, աշխատել են ամեն բացահայտում իրականացնելու համար եւ որևէ բացահայտում, որևէ տարօրինակ բան չեն նկատել։ Հերթական անգամ նշենք, որ երեխան ըստ ամենայն հավանականությամբ ոչ թե միանգամից ընկել է գետը, այլ ինքը ընկել է իրենց տան դիմացի ճանապարհով անցնող ջրի կանալը եւ այնտեղից չի կարողացել միայնակ դուրս գալ, քայլել է, որը միանգամից ուղիղ գնում է դեպի գետ, կամ քայլել է ինքը դեպի այն ուղղությամբ, որտեղով որ կարող էր միայն քայլել, այսինքն ուղիղ, որովհետեւ կողքի պատերը բավականին բարձր են եւ ինքը չէր կարող դուրս գալ այդ ջրի կանալից, մանավանդ այն դեպքում, երբ որ այդտեղով այդ օրերին գյուղացիները նշում են, որ ջուրը բավականին վարար է եղել եւ երեխան միգուցե միանգամից ջրի հոսքով գնացել է եւ ընկել է գետը։ Ամեն անգամ այս թեմայով խոսելիս իհարկե ցավ ենք ապրում, ողբերգություն է սա բոլորիս համար, ընտանիքի անդամները շատ ծանր վիճակում են, հերթական անգամ կոչ ենք անում հոգեբաններին այցելել նրանց, մի քիչ փող աշխատեք, գնացեք 1 ժամով զրուցեք նրանց հետ, նրանց միակ աջակցությունը այս պայն հոգեբանական աջակցությունն է, պետությունը եւս պետք է զբաղվի եւ իհարկե շատ կարևոր է բոլոր գյուղերում եւ քաղաքներում, որտեղ որ կա նման վտանգներ, մարդկանց պետք է ապահովագրել նման վտանգներից, կառուցելով պատնեշներ, կառուցելով անվտանգային գոտի երեխաներին եւ ինչու՞ չէ նաեւ մեծերին ապահովագրելու համար։ Եվ այսպես ուշադրություն, պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր որ երեխայի հորը կամ հարազատներին զանգահարել են կամ որևէ այլ ձևով ինֆորմացիա են փոխանցել երեխայի մասին, որոնք եղել են խուճապ առաջացնելու նպատակով, որևէ աղերս իրականության չեն ունեցել։ Շատ դեպքերում նրանց ասել են գնացեք այս ինչ տեղը նայեք, գյուղից տասնյակ կիլոմետր հեռավորության վրա գնացել են, փնտրել են, չեն գտել։ Ավելի են ծանրացրել ընտանիքի եւ մեր հայրենակիցների վիճակը, կեղծ տեղեկատվություններ հաղորդելով ընտանիքի անդամներին, այդպիսով փրկարարների աշխատանքը միգուցե նաեւ դանդաղել է, որովհետեւ մի քանի օր, օրինակ 5 օր, 10 օր փնտրել են երեխային գետում ու չեն գտել, ստանալով պարբերաբար տեղեկատվություններ, որ երեխան գետում չէ, նրանց աշխատանքը կարող էր դրանից դանդաղել, նրանց միգուցե նաև նվիրումը այդ աշխատանքին կարող էր այլևս առաջվանը չլիներ։ Մի խոսքով նրանք կարող էին հիասթափվել եւ այդ աշխատանքները արդյունք չստանային։ Եվ միգուցե այդ տեղեկատվությունները չլինեին, երեխային ավելի շուտ կարող էին հանել գետից, իհարկե դրանում որևէ բան չէր փոխվելու, ավելի քիչ ընտանիքի անդամները միգուցե կտառապեին,
գոնե կիմանային, որ իրենց երեխան գետն է ընկել եւ պատմությունը դրանով կվերջանար, ավելի ծանր էին տանում, երբ որ որևէ ինֆորմացիա չկար, երեխային առևանգել են, թե նա գետն էր ընկել, որևէ մեկը չգիտեր, հիմա գոնե գիտեն իրականությունը, անկախ ամեն ինչից դա որքանով է դաժան, միևնույն է մենք ունենք այնինչ որ ունենք, որևէ մեկը բնականաբար չի կարող որևէ բան փոխել, մենք էլ ենք ասում, որ ընտանիքի անդամների վիճակը այդքան էլ լավ չի, մեղմ ասած, եւ նաեւ գյուղի որոշ իրենց մտերիմ հարևանների, բարեկամների վիճակ կոչ են անում հայտնի հեղինակավոր հոգեբաններին, որոնք ունեն որոշակի նման փորձառություն, գնալ եւ իրենց աջակցությունը ցույց տալ հոգեբանական սեանսներ փոքրիկ անցկացնեն նրանց հետ, նրանք այս ծանր վիճակում միայն ունեն հոգեբանական աջակցության կարիք։ Սա շատ կարևոր է եւ մենք զարմանում ենք իհարկե, բայց պետք է ասենք, որ պետությունը նման դեպքերում պետք է ինքը կազմակերպի։ Մենք տեսանք, որ 3 ներքին գործերի նախարարը գնաց անձամբ ցավակցելու երեխայի ընտանիքի անդամներին, սա ողջունելի է, որ ներքին գործերի նախարարը գնաց անձամբ, սա նաև իհարկե հոգեբանական աջակցության տեսակ է, բայց մենք կխնդրենք, որ կոնկրետ համակարգում կցված հոգեբաններ, որոնք աշխատում են համակարգի հետ, ներառվեն նաև նման դեպքերում, երբ որ տեղի ունենում ողբերգություն, բացի այդ, պետությունը պետք է ապահովի մարդկանց անվտանգությունը անկախ ամեն ինչից։ Հետո որ ասում են մարդիկ իրենց տները պարիսպապատում են, մեղադրում են մարդկանց, որ ուրիշ երկրներում նման պարիսպներ չկա եւ այլն, փաստորեն մարդը իր սեփական պարիսպից, իր սեփական բակից, երբ որ դարպասը բացի ու դուրս գա հազարավոր վտանգներ, այդ մարդուն սպառնում են։ Ջրի կանալներ, վարարած գետեր, որոնք անցնում են իր տան մոտով, միգուցե վայրի գազաններ, որոնք անտառից են եկել, մանավանդ փոքր երեխաների համար շատ դաժան եւ ողբերգական սպառնալիքներ կան, որոնք չեն վերահսկվում։ Շատ հեշտ էր ուղղակի այդ կանալը ինչ որ ցանցով փակել, գետի որոշ հատված, որը շփում ունի գյուղի հետ, այդ եւս փակել, որպեսզի երեխաները մոտ չգնան։ Եվ առհասարակ բոլոր համայնքներում նման մոտեցումներ պետք է լինեն։ Նաև ուզում ենք անդրադարձ կատարել Երևանի տարբեր կամուրջներից իրենց ցած գցողներին ինքնասպանության նպատակով այլ պետություններում կամուրջների տակ հենց կամուրջից սարքած, կամուրջին կցած կան ցանցեր, որ ինչքան էլ դու ուզում ես գցվում ես ու այդ ցանցը քեզ պահում է։ Կամ պետքա տեղադրվեն տեսախցիկներ, որ հենց որ մեկ ուզենա գցվի, հաղորդում տրվի մոտակա պարեկին եւ միանգամից պարեկը գնա օգնության։ Իհարկե դա այդքան էլ ինչ-որ չափով չի կարող փրկել, եթե մարդ եկավ միանգամից գցվեց, բայց տվյալ ցանցերը կարող են մարդկանց կյանքեր փրկել։